Ինչու ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում ու հենց ֆյուչերսներում։ Այսօր կսովորենք վերլուծել ֆյուչերսներում ներդրումներ կատարելու պատճառները, կծանոթանանք ֆյուչերսային գործարքների առավելություններին եւ առանձնահատկություններին։ Առաջին առավելությունը կայանում է նրանում, որ ներդրումները կրիպտոարժույթում ֆյուչերսներում ընկերներ բացում են ավելի լայն հնարավորություններ պորտֆելի աճի համար։ Քանի որ մեր ֆյուչերսներում գոյություն ունեն մարժային լծակներ, պլիչոներ, որը կարող է մեկ գործարքի ընթացքում մի քանի անգամ մեծացնել ձեր պորտֆելը։ Ինչի մասն է խոսքը, եկեք տեսնենք գրաֆիկների վրա։ Ինչպես տեսնում եք ընկերներ, ցանկացած ֆյուչերսային գրաֆիկի ամենաաջ վերևի անկյունում մենք կարող ենք տեսնել այսպիսի մի հատված, որտեղից կարելի է ընտրել հենց պլիչոները։ Պլիչոները կարող են բազմապատկել մեր ֆինանսական միջոցները։ Այսինքն, եթե մենք գործարքի մեջ մտնում ենք $100, օգտագործելով 10 պլիչո, մենք գործարքի մեջ ներ ենք դնում մեր միջոցներից $100, որը բազմապատկվում է 10 անգամ ֆյուչերսների օգնությամբ եւ գործարքի մեջ ենք մենք հայտնվում $1000 եւ կարողանում ենք վաստակել այս $1000-ին համապատասխան։ Ֆյուչերսային շուկայի ծավալները մի քանի անգամ գերազանցում են սպոտային շուկայի ծավալներին, սա մեզ թույլ է տալի ավելի մեծ լիկվիդայնություն, այսինքն գնորդները եւ վաճառողների թիվը քանի որ շատ ավելի մեծ է, մենք ավելի արագ ենք կարողանում գնումներ եւ վաճառք կատարել պահի մեջ անկախ մեր բյուջեից։ Եկեք դա է ցույց տանք ընկերներ, թե ինչպես է տեղի ունենում, այս պահին մենք գտնվում ենք ֆյուչերսներում, ֆյուչերսային հարթակում եւ բիթքոին կրիպտոարժույթի վրա, եթե նայենք վերջին 24 ժամում բիթքոին կրիպտոարժույթի վրա ֆյուչերսներում տեղի է ունեցել 3.69 միլիարդ USDT-ի առևտուր, առք եւ վաճառք։ Եթե նայենք սպոտային հարթակում ինչքան է տեղի ունեցել Բիթքոյնում վերջի 24 ժամում սպոտային հարթակում տեղի է ունեցել $487 միլիոն առք եւ վաճառք, որը գրեթե 6 անգամ ավելի քիչ է, 6-ից 7 անգամ ավելի քիչ է, քան ֆյուչերսային հարթակում։ Ֆյուչերսային հարթակի միջնորդավճարները շատ ավելի փոքր են, քան սպոտային հարթակի միջնորդավճարները։ Եթե անցկացնենք համեմատական ընկերներ, կտեսնենք, որ միջնորդավճարները սպոտային հարթակում լիմիտային օրդերների համար 0.1% են, իսկ շուկայական օրդերների համար 0.18% են։ Նույն պարագայում ֆյուչերսային շուկայի համար միջնորդավճարները լիմիտային օրդերների համար 0.1% են, իսկ շուկայական օրդերների համար 0.036%։ Իրականում ընկերներ, միջնորդավճարները կարող են փոխվել արդեն կախված ձեր կարգավիճակից, ունեք արդյոք VIP, թե չունեք VIP փաթեթ, կատարում եք միջնորդավճարները MNT-ով, թե կատարում եք USDT-ով։ Որպեսզի տեսնեք ձեր միջնորդավճարները ընկերներ, անհրաժեշտ է վերևից պահել մարտուկի վրա եւ ներքևից սեղմել մայի կամիսիի բաժինը։ Այստեղ կտեսնեք միջնորդավճարները, որը այս պահին ակտուալ են հենց ձեր ակաունտի համար։ Ինչպես տեսնում եք, սպոտային հարթակի համար, մեյքերների համար, այսինքն լիմիտային օրդերներով աշխատող թրեյդերների համար 0.1 եւ շուկայական օրդերի համար 0.18։ Ֆյուչերսների համար ընկերներ, մեյքերների համար, այսինքն լիմիտային օրդերով աշխատողների համար 0.036, իսկ շուկայական օրդերով աշխատողների համար 0.1%։ Իհարկե կարելի է փոքրացնել այս միջնորդավճարները օգտագործելով MNT կրիպտոարժույթը, դրա մասին կխոսենք հենց դասի արդեն ժամանակ։ Լրացուցիչ ֆինանսավորման, վարձատրության ֆինանսավորման համար սա հետաքրքիր ֆունկցիա է, որը կա ֆյուչերսներում, եթե ֆինանսավորման տոկոսադրույքը դրական է, ապա երկար, այսինքն long դիրքերի տերերը վճարում են կարճ, այսինքն short դիրքերի տերերին եւ հակառակը։ Եկեք հասկանանք, թե ինչի մասն է խոսքը գնում, քանի որ այստեղ հնարավորություն կա նաեւ բացել գործարքներ short, այսինքն գնի անկման պարագայում, որpիսի մենք կարողանանք բալանսավորել, հավասարակշռել long եւ short դիրքերը եւ գրաֆիկները գոյություն ունի ֆինանսավորման տոկոսադրույքը։ Եկեք հասկանանք, թե ինչի մասն է խոսքը։ Անցնենք ֆյուչերսային շուկա, իսկ ֆյուչերսային շուկա անցնում ենք տարգավաճ բաժնից ընտրելով ֆյուչերսի բաժինը։ Դուք կտեսնեք այստեղ ամեն կրիպտոարժույթի համար վերևում ստավկա
ի աչոտ դո այս բաժինը կտեսնեք ցանկացած կրիպտոարժույթի համար, որի համար էլ որ մենք բաց ենք, կտեսնեք համապատասխան դիրքը։ Եթե միասին հասկանանք ինչի մասն է խոսքը, այստեղ ասում է, որ ֆինանսավորման տոկոսադրույքը տալիս է տրեյդերներին լոնգ եւ շորտ պոզիցիաների համար 8 ժամը մեկ անգամ։ Երբ որ ֆինանսավորման տոկոսադրույքը դրական է, լոնգ գործարքներ բացողները վճարում են շորտ գործարքներ բացողներին։ Երբ որ բացասական է, շորտ գործարքներ բացողներն են վճարում լոնգ գործարքներ բացողներին։ Եվ ֆինանսավորման տոկոսադրույքը հավասար է ձեր պոզիցիայի, ձեր դիրքի մեջ եղած գումար բազմապատկած ֆինանսավորման տոկոսադրույք։ Ինչպես տեսնում եք, այստեղ ֆինանսավորման տոկոսադրույքը ընկերներ 0.01% է։ Եթե սեղմեմ ես այս տոկոսադրույքի վրա, ներքևում կտեսնեմ, որ լոնգ ուղղություն բացողները վճարում են շորտ ուղղություն բացողներին 0.01%-ի չափով ամեն 8 ժամը մեկ։ Ամեն 8 ժամը մեկ 0.01%-ի չափով։ Եթե բացենք արդեն աշխատող պոզիցիա, եւ արդեն աշխատող պոզիցիայում ընկերներ սեղմեմ ես այս բաժնի վրա, այստեղ կտեսնեմ արդեն ինչա տեղի ունենում հենց այս պահին։ Ինձ ասում է, որ հաջորդ արդեն վարձատրության ժամանակ ես 0.06 USDT ստանալու եմ ֆինանսավորման միջնորդավճարներից ստանալու եմ 0.06 USDT պարգևատրում, որովհետև շորտ պոզիցիա բացողները վճարում են լոնգ պոզիցիա բացողներին, իսկ իմ պոզիցիան այս պահին լոնգ պոզիցիա է։ Ինչ արեցինք ընկերներ մենք այսօր, իմացանք թե ինչու է շահավետ ներդնել հենց ֆյուչերսային շուկայում, օգտվեք ֆյուչերսային շուկայից, քանի որ այն ունի շատ մեծ առավելություններ եւ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն փոքր բյուջե, շատ օգտակար գործիք է սա։ Իսկ հիմա այսքանը, հաջորդ արդեն հանդիպմանը, հաջորդ վիդեոյի շրջանակներում կքննարկենք հենց մարժային լծակը շատ մանրամասնորեն եւ խորությամբ։